Բարև ձեզ, Factor TV հյուրը Գյումրի ասպարեզակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է, ողջույն պարոն Բարսեղյան։ Ձեր կարծիքով ինչքանով հիմնավորված է Հայաստանի իշխանության այն պնդումը, որ հայրաքելական եկեղեցու շուրջ իրադրությունը իրենք, պես ասենք, գեներացրել են եւ շարունակում են, որպեսզի այդ կառույցը օտարերկրյա հատուկ ծառայությունների կամ պետությունների ազդեցությունից ազատեն եւ արդյոք սա իրոք պայքար է այսպես գործակալների դեմ, ինչ եք դուք տեսնում։ Դա նույնիսկ նման չէ այդ ձեռքով ցախ ականջը քորելուն։ Ինչու՞։ Հա, գործակալական ցանցը բացահայտելու համար եկեղեցու հոգեվորականների բարեվարկության խնդիրը մեջտեղ քաշելու իմաստը ո՞րն է։ Ասենք մայիսի վերջից հա քերակնգա մասին, կուսակրոնությունը, թող կան կաբինետս ցույց կտամ, հետաքրքիր մեթոդներ են, նոր մեթոդներ են ըստ երևույթին գործակալական ցանցի բացահայտման համար, հա, կամ ինչ-որ մասնագետների հետ խորհրդակցել թեստ են կազմել, ասել են այդ 3-4 թեմաները հենց բացում եք, հարգելի պարոն վարչապետ, գործակալական ցանցը սկսում է փլվել։ Անհետեցություն է, էլի իրականում կներեք այս հեգնական տոնայնության համար, որովհետև էլ ներվու համբերություն չկա, էլի 8 ամիս մենք շարունակ լսում ենք կառավարական կազմակերպություններից մեկի հոգևորականների բարեվարկության կռիվը։ Վերջերս նոր խոսում են ուրեմն թեմակալ առաջնորդներից մեկի KGB-ի գործակալ լինելու մասին, մի թուղթ են հանում։ Նա էլ հերքում։ Հա, ժողովուրդ ջան, այդ թուղթը նոր կդակ, հերքել է իր հերթին, էլի, հա։ Այսինքն գործակալական ցանցը այդպես չեն բացահայտում։ Գործակալական ցանցը բացահայտում է ԱԱԾ-ն, բացահայտելուց հետո եթե հնարավորություն ունի օգտագործելու այդ գործակալներին առանց հրապարակայնություն ապահովելու, օգտագործելու նրանց վարձկանների դեմ, հա, կամ վարձկան երկրի դեմ։ Եթե այլևս իմաստ չունի, մաշված է բարոյական իմաստով այդ գործակալը, օրինակի համար ինչպես տեղի ունեցավ ԱԳՆ աշխատակցու դեպքում նոր միայն բացահայտում է։ Գուցե ոման չի բացահայտում, մյուսներին բացահայտում է։ Վերջը դա առարկայական բացահայտումն է, մյուսն էլ համատարածն է, ինչը լյուստրացիան է, ինչի մասին ինչին չեն գնում իրենց բացատրություններով հանդերձ, որ արխիվներ չկան։ Չեն ուզում, հա, արխիվներ չկան, մնացել էր մի թուղթ արխիվներից, 15000 քանի 100 հոգուց այդ մի թուղթն է պահպանվել, համարակալած է, չէ, եթե ուշադրություն դարձնեք այդ փաստաթղթի, թե տեղեկանքի, թե քաղվածքի, հա, չկա ինչքան որ կա այդքանը բացահայտեք, այլապես ելեք ասեք, որ փորձել ենք բացահայտել թղթերով, մնացել է այդ մեկը, իսկ բացահայտման գործիքակազմը շատ ավելին է, քան թե արխիվային թուղթը միայն։ Այն, որ այս իշխանությունը լյուստրացիա չի անելու, ասվել է եւ այդտեղ փորփրելու հարց չկա, էլի պատճառաբանություն չեն էլ բերել, որ արխիվները տարել են։ Սա իմիջիալոց է հնչել, էլի, հա։ Այնպես որ ես ճիշտն ասած Պարոն Փաշինյանի 1000 ներողություն պոպուլիստական շատ քայլերի բացատրությունը ունեմ տարբեր ժամանակներում արած պոպուլիստական հայտարարություններ եւ գործողություններ հասկացել եմ շատ բան անընդունելի է ինձ համար իհարկե բայց այս մեկը չեմ կարողանում հասկանալ թե իմաստը ո՞րն է ուզածը ինչ է լավ կազմակերպության մի քանի հոգու բարեվարկության խնդիրը կարգավորելը ինչ է տալիս պետական իշխանությանը Միգուցե քաղաքական հակառակորդ է դիտարկում եւ փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել։ Ասածս այն է, հարգելի Ռոբերտ, որ շատ վաղուց ոչ միայն հիմա ընտրողների խումբը հստակ բևեռացված է։ 3 բևեռի թե կարելի է այդպես ասել։ Փաշինյանական, ԿՊ-ական, ինչ էլ լինի վարչապետը ճիշտ է, մենք վարչապետ ջան, չնահանջես, բան եւ այլն հակավարչապետական խումբ ասենք, հա, դրա մեջ են եւ պրո-ռուսականները, պրո-կրեմլականները, բաները իհարկե նախկիններն ու նախկինների հոմանիները, հարակցված ուժերը, այն երրորդ խումբը իներտն է, որն ասում է վատ բաներ երկուսի հասցեին, ասում է մենք կապ չունենք, ընտրություններին չենք մասնակցելու եւ բնակչության 50%, 40 քանի տոկոս կամ 55%, հա Ես չեմ կարծում, չեմ զգում, չեմ հավատում, որ հիմա այս ամբողջ պատմությունը, որը 7-8 ամիս է շարունակվում է, որևէ կերպ փոխում է բևեռների կշիռները, այս է որ ինձ շանս չի տալիս մտածել, որ այս ամբողջը մտածված հաշվարկած
Գուցե ինչ-որ հաշվարկ կա առայժմ, չեմ կարողանում կռահել, մարդ ենք էլի վերջը, հա, մենք էլ կարող ենք սխալվել։ Փորձում են զրկել հենարանից իրենց պատկերացման։ Որևէ նոր բան, ասենք որ ակամա գնում մտնում ենք էլի այդ արանքը էլի, հա, ասենք կաթողիկոսի բռնած քաղաքական դիրքի նախկինում ունեցած բոլոր իշխանությունների հետ ջանուղուր բան, Հայաստանի գլխին ինչ պոպոկ ջարդել են, ինքը ասել է օրհնյալ լինեք իշխանություններին եւ այլն, պատկերավոր ասած, հա, ծպտունները չհաշված մի քանի հոգեվորականների մասնակցությունը ցույցերին բախումներ թույլ չտալու համար, փառք ու պատիվ այդ մարդկանց, որոնք համարել են, որ իրենց տեղը այդտեղ է։ Ոչ մի նորություն մենք չունենք այս իմաստով, էլի։ Ոչ մի բան չի բացահայտվել, որ այ տեսեք, հələ տեսեք ինչ է բացահայտվում։ Դրա համար կա բան, իրավական մեխանիզմ, հանցագործություն կա, այնքանի հոգում, որ մեղադրանք են տվել, բռնել են, մի թեմակալ առաջնորդին դատել են, բան, քրեական գործերի շրջանակներում է։ Սա ուղիղ կապ չունի այս էթիկայի վեճերին։ Հոգևորականը իր ուրեմն կազմակերպության կրոնական գործչի էթիկան խախտել է, ամբողջ խոսակցությունը սա է, հա, քեռակինն է, բանը ինչ է, կուսակրոնությունը խախտել է, էս արել է, ախպեր կազմակերպությունը թող գնա իր ներսում իր ինչ է անունը, առաջնորդների խնդիրը լուծի, գնահատի, չլուծի, հանդուրժի, փոխի կանոնակարգը, պետական իշխանության ներկայացուցիչների գործը չէ դա։ Իմ համոզմունքն է սա։ Պարոն Բարսեղյան, իսկ այն որ իշխանությունը այսպես կես բերան KGB, FSB, ԽՍՀՄ, Ռուսաստան, կես բերան է, հա, Ռուսաստանի։ Հա, ամբողջությամբ երբեք չեն արտահայտվում։ Զգուշանում են, վախենում են։ Կամ ռուսական կառավարությունում գտնվող ինչ-որ մի մարդիկ մեր դեմ հիբրիդային պատերազմ են վարում։ Այո, այդ ռեպլիկները ինձ ծանոթ են, ինձ թվում է երբեմն չեն դիմանում։ Երևի ներսում հանձնարարական ունեն անունը չտալ էլի հրեշի, որովհետև դուս խոսքը էշի երեսին են ասում, բան բոլորը գիտեն դա եւ այլն։ Ներսում իշխանության ներսում նկատի ունեք։ Հա, էլի իշխանության ներսում գցել բռնել են, որ բերեք անունը չտանք, բայց ինձ թվում է երբեմն հարցազրույցների կամ պաթոսախառը ելույթների մեջ չեն դիմանում, էլի պորտկում են, մի քիչ ջահել են, մի քիչ անփորձ են գուցե, հա, կամ էլ ակնարկներ են անում, դրան անմիջապես հետևում է Զախարովայի ճռվողյունը, թե յա, այս ինչեր եք խոսում մեր մասին եւ այլն։ Հա, այդպես քաղաքականություն չեն անում ըստիս, էլի։ Խոշոր հաշվով։ Դա դիվանագիտություն է, չկատաղեցնել Ռուսաստանին, չասել, բայց եւ կատաղեցնել, էլի, հա։ Շոշափուկների դեմ։ Բայց եւ կատաղեցնել եւ անունը տալ Ռուսաստանի, էլի, կեսբերան եւ այլն եւ այլն։ Ինձ թվում է այդպես չպետք է անեն։ Դա սխալ մոտեցում է։ Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանը մեր բարեկամն է բոլորովին։ Ռուսաստանը ինքն իր բարեկամն էլ չէ նույնիսկ, էլի, որ մնաց մեր բարեկամը լինի։ Դա մեթոդ չէ, դա ձև չէ։ Ես հասկանում եմ որոշ, հատկապես պարոն Փաշինյանի եւ որոշ կողմնակիցների պորտկումները առաջին անգամ, հա, ասենք եկեղեցու հարցով իրենց սրտացավությունը հասկացանք, մարդ են, քրիստոնյա են, սաղմոս ասած մարդիկ են եւ լավ, մեկ անգամ փորփոքվել եք, որովհետեւ էթիկա է խախտվել, հա։ Հասկացանք, լավ։ Էլ դրանից հետո շարունակելու դիմաստը որն է, ինչ է, իսկապես ուզում, կամ 10 եպիսկոպոսը կամ 11-րդը միացավ բան, բավարար չեն կարծում ես, պարոն Փաշինյան։ Ախպեր, ես խնդիրը բացահայտել եմ, եթե բացահայտել ես, հա, ահա դուք այդ կազմակերպության առաջնորդների մի խումբ եք, գնացեք եւ ձեր կազմակերպության, կրոնական կազմակերպության հարցերը լուծեք 1726-ամյա իմաստնության խորքից։ Նա ասում է ես կամրջողն եմ։ Հայաստանի քաղաքացուն նրանց հետ վարչապետին Հայաստանի քաղաքացու հետ չարժե այդպես ողորմելի որակել հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցին, որ իր խնդիրները լուծելու համար կարիք ունի աշխարհիկ պետության մեջ ընտրված խորհրդարանի միջոցով ընտրված վարչապետի։ Դա ձև չէ։ Գնանք նա ոչ մի, այո, որպես վարչապետ է ստորագրություն տակ դրել, բայց կամրջելու տրամաբանության մեջ ոչ թե հասկացա, ուզում եմ ասել, եթե հիմա պատկերացնենք ինքը վարչապետ չէ։ Ենթադրենք մարդ է Իջևանի ավականու անդամ է ընտրվել, էլի։ Հասկանում եք, չէ, որ այդ կամրջել բառը շատ հեգնական կլիներ ու ծիծաղելի կլիներ, կասեին ախպեր ջան, գնաք ու համայնքում կամ քաղաքում զբաղվի այդ բաներով։ Ակնհայտ է, որ ստեղ կա պետական բարձրաբերձ գործադիր պաշտոնի, պաշտոնյայի համադրում
այս ամբողջ արշավի մեջ։ Ուրեմն շատ թույլ կազմակերպություն է պատկերացնում ինքը այդ կրոնական կազմակերպությունը, որ որոշել է 11 եպիսկոպոսներին ու մի ամբողջ խումբ հոգևոր 10 մարդկանց սատարել, որպեսզի նրանք կրոնական հարցերը կամ կրոնական էթիկայի հարցերը այդ կազմակերպության մեջ վերջապես կարողանան լուծել։ Կամրջելու շատ կարևոր գործիք կա, դա ինտերնետն է, որից ինքը օգտվում էր հեղափոխության ժամանակ իր ուղիղ հեռարձակումներով։ Այդ որ հոգևորականն է ուզեցել այդ կամրջման միջոցով օգտագործվել, որ հնարավորություն չի ունեցել։ Չեմ ուզում շատ խորանանք, էլի ինքը բոլորովին դրանով չպետք է զբաղվեր, ինքը պետք է զբաղվի պետական գործերով։ Հայաստանի Հանրապետությունն էլ այնքան գործ ունի, որ 4 հատ վարչապետ լինի օրական 20 ժամ աշխատող, այդ գործերը չեն հասցնի ծերը ծերին։ Բայց դու մի ասա, բոլորը անակնկալ մի քանի ամիս առաջ հիշեցին, որ իրանք հույժ քրիստոնյա են, անդիմադրելի հավատացյալներ են, պատարակապաշտ են, դու Էլթուսուս Սաղմոս ասած էր արդեն ինքը վաղուց, հա, մի տարի երկուս կեղնի էլի ըստ երևույթին։ Իսկ այդ մոլերանտ կրոնամոլությունը վնասակար բան չի, բան Բարսեղյան։ Ցույց տալու, որ ես այնքան քրիստոնյա եմ, որ Գարեգին երկրորդից քրիստոնյա եմ։ Առողջության համար չգիտեմ, այդ ուրիշ մարդ պետք է ասի, էլի, ինչքանով է մոլերանդությունը։ Չէ, ընդհանրապես մոլերանդությունը ինձ թվում է, որ առողջության հետ կապված խնդիրների է հանգեցնում ընդհանրապես։ Հա, ինձ թվում է, այստեղ ավելի շատ պոպուլիզմի գործոնն է աշխատում, ինքը ունի այդ կարողությունը պարբերաբար տարբեր գործերի մեջ իմ ժողովուրդ, իմ ընտանիքը, օջախն է, հա, ինչեր են պաստառների վրա, մենակ թողել, այ ախպեր ջան, ինչի ես մենակ թողել, Հռոմի պապի հետ եկուց հանդիպելու ես միտեղ, պապերը ինչ են ասելու, էլի, չէ լուրջ եմ հարցնում, էլի, այդ ասելու բան է ընդհանրապես, կամ եթե Աստծո մասին ես խոսում, դե ես հավատացյալ չեմ, ինքը հավատացյալ է, հասարակ տրամաբանական հարց, աստվածաբանական հարց չէ, Աստված կարող է մենակ լինել ընդհանրապես, այս ուր է ստանում մեզ մտցնում, էլի, այդ արանքը, հնարավոր չէ այդ պոպուլիզմին չտրվել, էլի, մեղավոր եմ, այդ ուրիշ խոսակցություն է, եթե ես մեղավոր եմ, ասում եմ, որ ես մեղավոր եմ, թողություն եմ խնդրում եւ այլն եւ այդպես է, չէ՞ կարգը, ինչքան գիտեմ, հա, մենակ եմ թողել ներողություն, սարսափելի չէ, գիտեք, որ մարդը խոսում է Աստծո հետ, սարսափելի կլինի, երբ Աստված սկսի խոսել ուրեմն մարդու հետ, էլի, այս դաժան միաժամանակ ինքը բոլորովին միամիտ չէ, այնպես չէ որ միամիտ հավատքը արթնացել է մեջը։ Ես չեմ հիշում, էլի, ընդդիմադիր եղած ժամանակներում, լրագրող եղած ժամանակներում լինում է, բոլորս ըստ երևույթին իծնե քրիստոնյաներ ենք, չէ՞, ճակատագրի, ավանդույթների, մեկը շատ մի քիչ, բերումով, հա, հետո ժամանակն անցնում է, դե բոլորս էլ, ինչ է, մկրտված ենք, ես էլ հա, հետո գալիս է աշխարհայացքը դե փոխվում, ձևավորվում, բան ենթադրենք հիպոթետիկ այս հոգևոր վերնախավը հայ առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռի վերնախավը կաթողիկոսով ոչ մի բողոքի հայտարարություն չի անում, հրաժարական չէր պահանջում, ինչ աներ Փաշինյանը ինքը ճանուղուրբան լիներ, հետո ինչպես եղել է նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, հա, էլի պետք է հիշեր ինչ-որ մի պահի, որ վայ, դու մի ասակ ուսակրոնությունը խախտած է եղել, աղջիկ ունի, դուստր ունի, ներողություն, հա, թե չէր հիշելու, ինչու այդ պահին հիշեց, հա, հասարակ հարցեր են սրանք, էլի, չգիտեր, այս սեղան բաժակից բռնած գիտեին այդ ամբողջը, նախկինում եւ այլն, ու հետո լիքը հարցեր կան ստեղ եկեղեցի եւ բան պետություն հարաբերությունների կարգավորման, որոնք օրենսդրական կարգավորման եւ իրավակիրառական պրակտիկայի կարոտ են, խնդրում են, ասում են մեզ կարգավորեք, հասկանանք ինչ ենք անում։ Դե ԿՊ-ն ԱԺ-ում չունի մեծամասնություն, ինչպես գիտեք, եւ չի կարող օրենք ընդունել, վարչապետը հարկադրված է։ Դե կոնե ընդդիմությանը, խնդրի թող ընդդիմությունը ընդունի, մարդիկ բոլորովին կխառնվեն իրար։ Սա իհարկե կատակում ենք ժողովուրդ ջան։ Հա, ուրեմն կրոնական կազմակերպությունները պիտի գույքահարկ վճարեն։ Իմ խորքային համոզմունքն է, աշխարհիկ պետության մեջ պիտի վճարեն։ Ներմուծումների մաքսատուրք պետք է վճարեն 100%-անոց դրույքաչափերով ավելացված արժեքի հարկ
հաստիկացուցակները պիտի թափանցիկ լինեն, բացի անձնական տվյալներից։ Բյուջեները պիտի բաց ու թափանցիկ լինեն, ծախսային մաս, եկամտային մաս։ Բոլոր ֆինանսական շարժերը փոխանցումով պետությունը տեսնում է, կանխիկ շարժերը մոմ ծախող մեկը պիտի ՀԴՄ կտրոն տա։ Ու էլի մի ամբողջ փունջ խնդիրներ, որոնք պիտի կարգավորվեն պետության եւ կրոնական կազմակերպությունների միջև։ Այդ թվում ամենաազդեցիկի միջև, եթե մենք խոսում ենք ամենաազդեցիկից, պիտի խոսենք ավելի մեծ պատասխանատվությունից։ Երբեմն այս բաները, որ ասում եմ, մարդիկ ինձ ասում են, «Բա այն կազմակերպական փոքրամասնության ինչ-որ օրինակ են բերում, էլի։ Ոնց կարելի է դրան նրա հետ համեմատել»։ Ասում եմ, չէ, չպիտի համեմատել։ Իրավական իմաստով նրանք հավասար են, բայց պատասխանատվության իմաստով ում քարը ծանր է, այն էլ պիտի ավելի շատ պատասխանատու լինի, ավելի շատ հաշվետու։ Այո, պատմական մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում եւ հասկացանք, ամենահզորն է, ամենաբազմանդամն է, բազմամարդն է եւ այլն, եւ ուրեմն ամենաշատ թափանցիկ ու հաշվետուն պիտի լինի հայ առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ։ Սփյուռքի առաջ կուզի կլինի, չի ուզի չի լինի, բայց Հայաստանի Հանրապետության մեջ չպիտի լինի, որ գյուղացին իր հողի համար հողի հարկ է վճարում, գոմի համար գույքահարկ է վճարում, որևէ կրոնական կազմակերպություն չպիտի վճարի այդ գույքահարկը։ Ու էլի մի խումբ խնդիրներ։ Ոչ ոք չգիտե թե անցած այս 35 տարիների ընթացքում անկախության ինչքան գույքահարկ, ինչքան մաքսատուրք, ինչքան ավելացված արժեքի հարկ է զեղչվել, զիջվել այդ կրոնական կազմակերպություն։ Ինչ թվեր են դրանք։ Ամեն անգամ իրենք դիմել են պետական հանձնաժողովին, կառավարական ասել են դե մարդասիրական կարիքների համար այս ինչ բանն ենք ներմուծում, բանը թույլ տվեք չվճարել, նույն ասել է օքեյ։ Թույլ տալիս ենք մի վճարեք։ Ոչ, պիտի վճարեն բոլորը, պիտի կան բոլորը հարկային դաշտ, այլ խոսքով մեր պետության մեջ պետություն չպիտի լինի։ Ով համարում է, որ մեր պետության մեջ ինչ-որ արտոնյալ կազմակերպություն պիտի լինի, դա պետականության թշնամի է։ Այդ մտածողություն ունեցող մարդիկ պետականության թշնամին են։ Արտոնյալներ չպիտի լինեն։ Բարեգործություն եք անում, բարեգործությունից հետո արդեն պատշաճ անկախ հանձնաժողովը ուսումնասիրում է, տեսնում է, որ այո, ձեր այս ծախսերի այս մասը իսկապես բարեգործություն է եղել։ Այո, մենք ցես կվերադարձնենք։ Իսկ երբ դուք ներմուծել եք, չգիտեմ, այսքան ապրանք, պարաֆին, կաֆել, չգիտեմ, շինանյութ եւ այլն, որովհետեւ բարեգործություն դի անեք, չգիտեմ ինչ բարեգործություն դի անեք։ Ոչ ոք պետությունից չի հսկել, չի վերահսկել, թե այդ եկած ամբողջությամբ գնացել է այդ բարեգործական կարիքի համար, թե մի մասը գնացել է բարեգործական կարիքի համար, մի մասը ուրեմն գնացել է շուկա կամ գնացել է մեկի տունը նորոգվել է ընդհանրապես։ Սրանք հարցեր են, որոնք պետությունը պիտի կարգավորի, գիտեք, դա ուրիշ մարդ չի կարող կարգավորել։ Դա հասարակական կազմակերպությունը, լրագրողները, հոգևորականները չեն կարող կարգավորել։ Նույնիսկ 10 եպիսկոպոսները չեն։ Պետական իշխանությունը պիտի կարգավորի։ Օրենսդիրը, գործադիրը, արդարադատության նախարարություն, այս ասածս խնդիրները լուծելու համար հարկավոր է 1 ամիս ժամանակ վարչապետի հանձնարարական արդարադատության նախարարին նախագծերը բերեք, մշակեք, հավանության արժանացնենք, ղրգեք ազգային ժողով։ Կարող եկեղեցին օրենքներին չի ընդհարկվել պետական։ Չէ, այդ արտոնությունների մեծ մասը օրինական են։ Հա, դրանց բանի համար օրինակ չկա այդ մանր-մունր կանխիկ առևտրի, բայց դրա ծավալը հայտնի չէ։ Ծառայություններ կան, որոնց համար կանխիկ են վճարվում։ Խաչ համբույրի նկատի չունեմ, իրանց եղնի այդ փողը։ Թեյավճար։ Հա, խաչ համբույրա վճար, լավ։ Բայց առևտուրը, որ անում եք, 1000 բան եք ծախում, բանը Քրիստոսի տաճարում, հա, երևի, որտեղ բան ծախել չէր կարելի, ես այդպես եմ հիշում, հա, այն կրքերից, որն ամեն օր մեջ բերում են այստեղ։ Հա, դրա համար ՀԴՄ կտրոններն չի չեք տալիս։ Հələ մի հատ պերաշկի ծախողը ՀԴՄ կտրոնը չխփի, նայեք ինչ են սարքում գլոխը։ Պետեկամուտների կոմիտե, քանի անգամ է պետեկամուտների աշխատանքի տեսչություն, քանի անգամ է մտել ստուգել, թե այդ դուք այդքան եկամտահարկը որ վճարում եք, լավ եք անում, շնորհակալություն հարգելի կազմակերպություն։ Այդքան են ձեր աշխատողները, ձեր աշխատողների ռոջիկները այդքան են, որ այդքան եք եկամտահարկ վճարում։ Այդ ամբողջը պիտի լինի բաց թափանցիկ, Հայաստանի բոլոր այն տեսչությունները, որոնք առնչություն կունենան այդ կազմակերպության այս կամ այն գործունեության հետ, աշխատանքի, առողջապահության տեսչություն, սննդի տեսչություն, եթե կա սննդի օբյեկտներ կան, հա, պիտի ազատ ելումուտ, պլանային եւ ըստահազանգերի ստուգման անխոչնդոտ իրավունք ունենան։ Չպիտի լինի, որ գնան, ասեն, ես չհասկացան, իսկ ով եք եկել եք ստեղ ուզում եք բան ստուգեք։ Ոչ, ինչպես մնացած բոլոր հաստատություններում այդ տեսչական մարմինները ստուգելու իրավունք ունեն, այդտեղ էլ պիտի ունենան։ Ինչպես եւ մնացած բոլոր կրոնական կազմակերպություններում, պետության մեջ պետություն չպիտի լինի։ Սա ինձ համար
ծայրահեղ սկզբունքային բան է։ Կամ օրինակ ինչ է նշանակում, ասում է, քանի անգամ կրկնել է վարչապետը, թե հեղափոխությունից հետո ես քանի անգամ դիմել եմ եկեղեցուն, ասել եմ եկեք մտեք հարգային դաշտ, մուծեք, ձեր հարգերը հետո ձեզ ետ կտանք։ Հայտնի խոսքեր են, չէ՞։ Ներողություն, այս չհասկացանք։ Բանակցում եք։ Ուրեմն պետության գործադիր մարմնի ղեկավարը կրոնական կազմակերպության հետ բանակցում է հարգեր վճարելու կամ չվճարելու շուրջ լուրջ, հա, այդ ուրիշ պետություն է, փաստորեն ուրիշ պետության հետ է բանակցում։ Այդ ո՞նց կարող է բանակցել։ Կարող է ասել նախագիծը մշակել ենք, մի հատ ձեր կարծիքը տվեք նայենք։ Նորմալ է։ Կարծիքը տվեք, եկեք քննարկենք, նայենք, նախագիծ ունենք։ Կամ ինչ է նշանակում հարգերը տվեք, հետո մենք ձեզ կվերադարձնենք։ Մեր գրպանից ուզում ես կրոնական կազմակերպություն պահել, ուղիղ հարց եմ տալիս։ Պետական բյուջեի հաշվին ուզում ես կրոնական կազմակերպություն կերակրել, բան չի, բանը մյուս կրոնական կազմակերպություններին չես կերակրում։ Բան չի աղքատների մուծած հարգուտուրքերը ետ չես տալիս։ Տաքսու վարորդների կամ չգիտեմ, մարդիկ են 1000 մարդ 1000 գործ է անում։ Են տալիս 20։ Հա, դա մի առանձին անեկդոտ է ճիշտն ասած, էլի։ Լավ, եկեք հետեւյալով ամփոփենք, կարճ բան Բարսեղյան։ Այ ինչու է մեր օրակարգը սա։ Մեր պետության օրակարգը ճիշտ նշեցիք, մայիսից է ավելի թեժացել, բայց մինչև էդ էլ կային այսպես արկայծումներ, բորբոքումներ տարբեր թեմաներով։ Ինչու է սա օրակարգը մեր ներքին քաղաքականության բոլորը սրա շուրջ են խոսում, հատկապես ընդդիմությունը խորհրդանական, որը ավելի այսպես թեմա որպես վերցնում էր Ադրբեջանի այդ հարաբերություններ, անվտանգային խնդիրներ, օգոստոսի 8-ից հետո ակնհայտորեն այդ հարցերը երկրորդ պլան են մղվել եւ ընդդիմությունը շատ հարցում խոսույթ չունի էլ, հա, քննադատելու, ագրեսիա չկա սահմանի վրա, ասեն, տեսեք ագրեսիա է, Փաշինյան զիջում է եւ այլն, ընդդիմությունն էլ է մտել սրա մեջ, արդյոք պատճառը այն է, որ ոչ միայն իշխանությունը փորձում է ընդդիմությանը զրկել դաշնակցից, հա, իդեմս եկեղեցական բարձրաստիճան տարբեր վերնախավի ներկայացուցիչների, այլև 26-ի հիմնական խոսույթը խաղաղություն եւ պատերազմ է լինելու եւ իշխանությունը արխային է, որ իրեն որևէ մեկը պատասխանատվության չի կանչելու ներքին ռեֆորմների, արդարադատական ռեֆորմների, օրինակ մարդու իրավունքների իրավիճակի, ժողովրդավարության եւ այլ հարցերով, կարելի է օրակարգը սրանով լցնել եւ հաղթել ընտրություններում խաղաղություն թե պատերազմ, այսպես բանով, հա, այսինքն մենք այդ ներքին հաշվետվողականություն ներքին հարցը հաճախ չենք տեսնում։ Այս ռեֆորմը սկսեցիք ուր ավարտվեց եւ այլն։ Կարող է եւ քաղաքացիական պայմանագիրը ինչ-ինչ հետազոտություններ եւ խորհրդատուներ ունի, որոնք հուշել են, թե այսպիսի մի արշավը մորալիզացիայի, բարոյականացման, վեճի շուրջ պահպանողական արժեքների պաշտպան Փաշինյանը ահագին կղերա այո, պահպանողական բան, խաչերթեր, ուխտերթեր, տարբեր երթեր, աղոթել, հա, պատարակապաշտություն, բան կարող է լրացուցիչ քվե բերել։ Ես քիչ եմ հավատում այդ սցենարը։ Ես համարում եմ, որ ոչ մի քվե դրանից չի ավելանում ԿՊ-ին, ոչինչ չի պակասում կաթողիկոսա թևին կամ կաթողիկոսա պրոռուսականա իշխանա, ինչ է, ընդդիմադիրա նախկինա թևին, կարող է սխալվում եմ, մարդ ես, կարող է պատահել այդպես։ Կարող է ինչ-որ մեկը լրջորեն համոզել է, որ այս բանը, այս աղանդերը դեսերտ է, էլի, հա, այնտեղ կա ինֆրաստրուկտուրային բարենորոգումներ, շենքեր, բաներ են սարքել, դա հաշիվ է լինելու, խոսել ենք մի անգամ այդ կապակցությամբ, խաղաղության նարատիվը, նախկինները վատն են, այս 2-3-4 արգումենտները օգտագործվելու են, էլի, հա, կարող ինչ-որ մեկը ասել է, հələ բան արա, էլի, այդ թեման էլ վերցրու, պետք է որ դա լրացուցիչ 2% կամ 1.5% կամ 7% բերի, բերեք կպնենք էլի դրան, էլի։ Եսին, ճիշտ այնպես, ինչպես պետք է հիշենք մի տխրահարճակ քաղաքական գործի 21 թվականի ընտրություններից 2 օր առաջ ելավ հայտարարեց, թե մենք 60% ունենք հետազոտությունները, դա այն ցույց սրանց մնացել է 48 ժամ, որովհետև ինքը հետազոտություն էր պատվիրել իմացար։ Հետազոտողներն էլ բերել թվերը դրել էին թեմա եւ ասել էին, որ անուշ ախպեր, դու արդեն 60%-անոց միանձնյա կառավարություն ես ձևավորում, ինքը ելավ մեծ խոսեց, ստացավ եռապատիկ պակաս քվե։ Հա,
ինչու կարելի են մեկին համոզել այդ տեսական հետետության մեջ, այս մի անհետետության մեջ պարոն վարչապետին ու իր ԿՊ-ին հնարավոր չէ համոզել։ Քիչ եմ հավատում այդ վարկածին, բայց միակ տեսական ախր այն թեմաները, որոնք ես խոսեցի, որ հարկավոր է կարգավորել եկեղեցի եւ պետություն հարաբերություններում, դրանք որ արվեն, ինձ թվում է, որ այն իշխանությունը, որը դա կանի, ավելի շատ դիվիդենդ կշահի իներտ խմբից, այն խմբից, որն ասում է անիդեալ լինեք դուք ձեր ընտրություններով եւ այլն, չենք մասնակցի։ Այդ խմբից ավելի շատ մարդ կտանի իր հետևից, այն իշխանությունը, որը դա կանի երբևէ, էլի, հա, քան թե այս մեթոդներով։ Այս մեթոդներով բևեռացումը ավելի խորանում է ու կրկնում եմ, երևի տոկոսային հարաբերակցությամբ ոչ մեկի տոկոսն է ավելանում կամ պակասում, ոչ էլ մյուսինն է պակասում կամ ավելանում։ Չեմ ճոգում, առեղծված է այս մեկը։ Մնացած գրեթե բոլոր պոպուլիստական քայլերը հասկացել եմ, թե ինչու են անում, ինչ հնարքներ է կիրառվում, կախիչներն ենք պոկում այն բանի վրայից, ինչ է անունը, կախիչների վրա, ու այդպիսի մի վագոն հարց, հա, եւ վերջապես երեկվա ինքնախոստովանական ցուցմունքը, որ ընկնել ելնելով ենք սովորում կառավարել ճեպազրույցի ժամանակ ասած փորձով միայն փորձի հիման վրա վարպետանալը հազար ներողություն այդ ահագին մեծ թյուրիմացություն է փորձից առաջ գիտելիքների պաշար կա մասնագետներ կան որոնք գիտելիքներ ունեն վերջի վերջո նայեք աշխարհի փորձը կա պետության մեջ պետություն որը հեգնում ու բանը հասել էր այնտեղ ասում է եկել էին մայրաթոր թեմակալ առաջնորդներից մեկին ձերբակալելու հիշում եք։ Ուրեմն բանի ընդդիմադիր մեդիա դիսկուրսը հետևյալն էր թե մտան մայրաթոր, այ հողերս ձեր վրա գլխին ոնց եք համարձակվել մտնել մայրաթոր։ Այսինքն այն տեսակ տաբույացված ու տոտեմացված է այդ կինոն, էլի թե բանը պետություն է պետության մեջ չհասկացանք, այդ Վատիկանի տեղն է ինտրել вообще ներողություն իրենց ընդհանրապես, էլի։ Հա, Վատիկանն առանձին պետություն է, չշշկրվեք, պետությունը պետք է իր գործառույթն անի, այդ գիտեք մոտարապես ինչի է նման, որ վարչական իրավախախտում կատարի հոգևորականը ենթադրենք հեռու Իրանից սրճարանում ծխի, կանտուգանելու, ասեն, այնքեր չես տեսնում, որ հոգևորական է, ինչի ես տուգանում ես մար, չհասկացանք, օրենքներով քրեորեն հետապնդելի կամ ինչ է, վարչական իրավախախտման հիմք հանդիսացող զանցանք եք թույլ տվել Բայց ոնց եք որոշել, որ դուք արտոնյալ եք։ Եթե որևէ հոգևորական, որևէ պաշտոնյա մեր երկրում արտոնյալ է, այն ամենակարիքավոր գյուղացին իրենցից ավելի արտոնյալ է։ Շատ ուղիղ, քյասը, ում չի գալիս էս է, էլի։ Հա, այդ ոնց եք թույլ տվել պետության մեջ։ Հա, հասկացանք, նախորդ իշխանությունների հետ ջան ու ղուրբան են եղել, ինչ արել են իշխանությունները, եկեղեցին ասել է շատ լավ է։ Օրհնյալ լինեք եւ այլն, հա։ Հա, հեղափոխությունից անմիջապես հետո հնարավոր չէր այդ հարցերը կարգավորել։ Տեսնում է, որ 3-4-5 տարի ոնց որ թե չի կարգավորվում, հրաժարական են պահանջում, հազար ու մի լուտանք ու վայրահաչ ու զրպարտություն ու վիրավորանք է հնչում, հա, նյարդերը տեղի են տալիս, ելնում սկսում է իր արշավը։ Շատ սխալ ուղղություն է բռնած, այն լրտեսության պատմությունն էլ քրեական գործերը դուր է։ Որտեղ են քրեական գործերը։ Թե չէ այդպես ինչի է նման, հանում եք այդ 4 տոննա թղթի միջից մի թուղթը հրապարակում է, այ սա շատ վատն է։ Հիմի ես իմ քանի քպեականի վրա այդպիսի թուղթ կա, չգիտեմ, պետք է բացեք բոլորը եւ անկախ հանձնաժողով պետք է բացի, ոչ թե ԱԱԾ-ը պետք է բացի, անկախ հանձնաժողով վստահելի հուսալի հանձնաժողով պետք է բացի, բայց այս իշխանությունը դա անող չէ, լյուստրացիա անող չէ այս իշխանությունը։ Չի ուզում անել, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բարսեղյան, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Լևոն Բարսեղյանին։